Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր մեր հյուրն է Ազատազեն հասարակական կազմակերպության համահիմնադիր նախագահ Հրանտ Մանասյանը։ Բարև ձեզ։ Ողջույն Հրանտ, շատ շնորհավորում եմ այս անգամ քեզ ընտրեցին որպես Ազատազենի նախագահ։ Մենք դույով ենք խոսում կյանքում, ինձ թվում է մեր ռադիոլսողներն ու ռադիոդիտողները կներեն մեր այսքան ոչ պաշտոնական դիմելաձևը, բայց կուզենայի սկսենք Ազատազենից։ Իմ տպավորությամբ Ազատազենի նպատակները մի քանիսն են, ուղին ինձ եթե ես սխալ եմ։ Առաջինը բնականաբար որքան հնարավոր է շատ մարդ մարզվի եւ հասկանա թե ինչ է զենքը, եւ երկրորդը նաեւ մտցնել զենքի մշակույթը առօրյա։ Ճիշտ եմ ես քեզ հասկանում, եւ եթե այո, ապա ինչպես ես գնահատում ձեր անցած ճանապարհը, ձեր նպատակներին հասել եք թե ոչ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կարծում եմ ամենահետաքրքիր, այդպես փուլերից որ անցել ենք Ազատազենի դեպ մի քիչ նախապատմության մասով, այդպես քիչ խոսացված թեմաներից, այսպես ասած հիմքում կանգնած, ընկերներով երկար դեբատ ա եղել, դեռևս որ ինքը իրավաբանորեն չկար, հասարակական կազմակերպության ֆորմատով ձևաչափով գնալու երևույթը, որը շատ տենց հակա ինտուիտիվ է, ասենց բանի հասարակական ընկալման տեսանկյունից, որովհետև Հայաստանում հիմնականում ՀԿ-ները ինչ որ մի քանի կազմակերպությամբ իրականում կարային ՀԿ-ել չլինեին ֆորմատի կազմակերպություններ են, ասենք որ գրանտերի դիմելու կամ եւ այլն։ Մարդու իրավունքների հետ կապված մարդու իրավունքների քաղաքացիական հասարակություն կոչվածը այդ քաղաքացիական հասարակության Չնայած Ազատազենի երկուսի մեջ է մտնում մեծ հաշվով, իրականում քաղաքացիական հասարակությունը հենց կազմակերպված հասարակական միավորումներն են, որոնք իրանց առնվազն ոլորտի, եթե կարում են մի քիչ ավելի լեն շահերի պաշտպանությամբ զբաղվելն է, ու այդտեղ շատ մեծ հպարտությամբ կարամ փաստեմ մի քիչ այդ դեմոկրատական իրավիճակը, որովհետև դա մեծ զոհաբերություններ ա եղել բոլորի կողմից այդ ճանապարհով գնալը, որտեղ այսօր արդեն 100-ից ավել լիրավ անդամ ունենք, մոտ 900-ին մոտ աջակից անդամներ ունենք, ովքեր անդամավճար են տալի եւ ինքը արդեն բավականաչափ լուրջ եւ կշիռ ունեցող կազմակերպություն է, եւ բայց միևնույնն է մենք ամեն տարի ունենք համագումար, ընտրվում է նոր խորհուրդ, որպես կանոն գրեթե միշտ առնվազն խորհրդի կեսը փոխվում է, այսինքն այդ մարդկանց զբաղվածության, կանոնադրական սահմանափակումների եւ այլ պատճառներից ելնելով, որը միշտ կազմակերպությանը առաջ է բրդում, ու ես հիշում եմ, որ հատկապես մեր ոլորտի, ասենք գործընկերները չէին հավատում այդ ճանապարհի ժամանակին, ասում էին, որ դա շատ արագ քանդվելու է, որովհետև քանի որ դա ռազմական ոլորտը պահանջում է շատ կտրուկ հիերարխիա եւ այլն, որ այսինքն եթե հիերարխիան չկա, այդ ամեն ինչը քանդվում է եւ այլն, որը ոչ մեկ նախ չի ասում, որ հիերարխիա չկա կազմակերպությունում, երկրորդը հիերարխիկ կազմակերպությունները, որոնք չեն փոփոխվում, ունեն խնդիր, իրանք լճանում են ժամանակի մեջ, մարդիկ են լճանում, այդ կազմակերպությունները սկսում են ասոցացվել են կոնկրետ 1-2 հոգու հետ եւ դրա արդեն բոլոր բաց հետևանքները դա կազմակերպությունը սկսում է չաճել այլևս ոչ ֆինանսապես, ոչ անդամակցության, ոչ ջանք դնելու տեսքով եւ վերջ-վերջո ոնց որ փակվում է, այստեղ կարծում եմ եզակի հələ մինչեւ կհասնենք իր զինված եւ զենքի մշակույթ բաներին, ինքը շատ կարեւոր սոցիալական նախագիծ է եւ շատ կարեւոր ինստիտուտ է, որը ես բազում ՀԿ-ներ գիտեմ, որոնց Ազատազենի օրինակը տենց հավատաներշն չէ, որ հնարավոր է մեծ հասարակական կազմակերպություն ստեղծել, չուրանալով հասարակական կազմակերպության սկզբունքներին, մոտեցումներին։ Ինչ վերաբերվում է զենքի մշակույթին եւ հենց բուն գործունեությանը, զենքի մշակույթը իհարկե շատ կարեւոր է հենց երկրի պաշտպանության համար, որովհետեւ ոնց որ բարդ բաներից մեկը կամայական գործում դա այդ համայնքին կամ այդ մարդկանց կամ չգիտեմ այդ բիզնեսի մարդկանց նախ հավեսի գցելն է, մոտիվացնելն է, որից հետո արդեն այդ հավեսի եւ այդ էներգիայի վրա իրancs կարողանաս դիսցիպլինայի մեջ տեղավորես եւ ոնց որ սովորես արդեն սկսես մասնագիտական կամ այլ հմտություններ սովորեցնել, բայց այդ process-ը
որպես կանոն շատ մեծ վերադիր, հա այդ է բիզնես տերմինոլոգիայով խոսանք, վերադիր ծախսեր առաջացնում, թե պետության համար, թե հասարակության համար, թե որը երբեմն մարսելի չի եւ հնարավոր չի, հա, դրա համար լիքը պետություններ, օրինակ նույն Ֆինլանդիան եւ այլն ընտրել են հենց այդ մեթոդը, որտեղ հասարակական կազմակերպություններն են ավելի լավ շփվում հասարակության հետ եւ պետությունը դա հենց կտակել է, հա, բանով ժողովրդի բարբառով ասած, այդ բանին, հենց այդ հասարակական կազմակերպություններին մենք հենց այդ դերն ենք նախ եւ առաջ տանում զենքի մշակույթի ոլորտում։ Իհարկե օրենսդրական փոփոխություններ են կարել եւ այլ երկար տարիներ աշխատել ենք հենց կարգերի, քննությունների անցկացման եւ արդեն երևի արդեն հատել է կոնկրետ թիվը չգիտեմ, մեր մոտ 3000 թիվը հատել ենք արդեն քննություն անցկացրած մարդկանց եւ այլն, բայց դրանք ավելի շատ կազմակերպչական բաներ են, քան հենց զենքի մշակույթի կապված։ Մշակույթը հենց գալիս է այդ ոնց որ կարգ ու կանոնից ու հենց բացատրելուց մարդկանց, հա, զենքի իմաստը, հա, որ բնականաբար զենքի իմաստը դա պատրաստված, մարզված, հա, զինված լինելն է, հնարավոր օտար, հա, վտանգներին դիմակայելու պետությանը լիքը հա խնդիրներից ազատելու, որը շատ մեծ մասշտաբի է, շատ մեծ քանակի է եւ որպես կանոն դա շատ ընդունված պրակտիկա է, որ այդ կտորը միշտ պետությունները տարբեր ֆորմատներով, միտե National Guard-ի, միտե ՀԿ-ի, միտե այլ ֆորմատով պետությունը դա պատվիրակում է, հա, հասարակությանը ու կարծում եմ Աստազենը դրա շատ լավ օրինակն է ու իրապես այդտեղ մեծ գործ ունենք արած, որով շատ հպարտանում ենք։ Ինչ վերաբերվում արդեն հենց բուն օպերացիոն եւ կազմակերպչական բաներին, հա, միջոցառումներին, ընդհանուր մի քանի ուղղությամբ է աշխատում, հրաձգարանների հենց ուղղությունն է, որով լավ առաջ է շարժվում Աստազենը, արդեն վերջերս մարզից մեկում տենդերին ենք մասնակցել, հիմա այդ լիցենզիային ենք, արդեն հուսանք մինչև տարվա վերջ կունենանք երկրորդ արդեն լիցենզավորված հրաձգարանը եւ զուգահեռ աշխատում ենք նաեւ այլ ուղղություններով, մեր ռազմավարական գոնե ամեն մարզում մի հրաձգան ունենալու նպատակին վերջը հասնելու։ Մի այդ այլ ուղղությունը հենց խանութը, թվանք խանութը, որտեղ շատ մեծ քանակի ներկրումներ, մի քանի եվրոպական ընկերությունների, խոսքով տարբեր աշխարհի երկրների հետ ներկրումներով զբաղվելով, էական կարողացել ենք մեղմենք, հա, գնաճը զենքի եւ զինամթերքի ոլորտում, տենց շատ մեղմ եմ ասում, որտեղ իրականում էական մեր այդ ներգրավումից հետո էական իջել է, ինչը շատ մեծ հնարավորություն է տվել մարդկանց ավելի մատչելի հենց այդ կրակայինով, թեկուզ իրանց անձնական զենք ունենալու, անձնապես մարզելու, այդ մասով էլի զարգանում է խանութը շատ կոնստանտ։ Նաև կան պարբերաբար դիպուկահարների մրցույթներ եւ դասընթացներ, տակտիկական խմբերի մրցույթներ եւ դասընթացներ, որոնք արդեն հենց բուն հասարակական գործունեությունը նաև ոնց որ լրացուցիչ մարդիկ են ներգրավում, լրացուցիչ համայնքային եւ ոլորտով հետաքրքրված կամ տենց այդ զենքի մշակույթը սիրող մարդկանց է ներգրավում։ Զենքի մշակույթից այսօր քո թույլտվությամբ էլի կխոսենք մի քանի հարց ունեմ, բայց նախ մի թեթև այդ հասարակական կազմակերպություն որպես հանդես գալու մասին հենց վերջերս էի մի քննարկման, որի ընթացքում խոսում էինք հասարակական կազմակերպության пассивությունից եւ այլն եւ ես հենց հարց ուղեցի կազմակերպությունների ներկայացուցիչներին, որ արդյոք այսօր Ազատազենը, Ոման, Պոգան բոլորը ռազմամարզական տարբեր ֆորմատներով եւ տարբեր նպատակներով ստեղծված կազմակերպությունները կարող են համարվել քաղաքասարակության մաս, որովհետեւ ենթադրվում է, որ եթե հասարակությունը տեսնում է որոշակի մարտահրավեր, համախմբվում է այդ մարտահրավերը այս կամ այլ կերպ լուծելու իր պատկերացրած լուծման շուրջ, ապա մենք ունենք քաղաքասարակական որոշակի շարժում։ Դուք ձեզ համարում եք քաղաքասարակության մաս։ Դե եթե քաղաքասարակություն ասելով ի նկատի ունենք հասարակության են կազմակերպված հաստվածը, որը փորձում է լրացնել այն բացերը, որը ունի այդ հասարակությունը, կամ ասենք ինչ-ինչ պատճառներով պետությունը չի հասցնում այդ իրագործել, միանշանակ ոչ միայն համարում ենք, այլ շատ լավ աշխատում ենք որտեվ մենք առնվազն 3 մասով լիցենզավորվող հենց գործունեություն ենք զբաղվում, շատ լավ, էֆեկտիվ թե անձնական հարաբերություններով, թե ինստիտուցիոնալ նոր բառ ենք սովորել, ինստիտուցիոնալ հարաբերություններով շատ լավ աշխատում ենք տարբեր ուժային, հա, կազմակերպությունների հետ եւ այդտեղ կարծում ենք նաև իրանց գնահատականը պետքա որ դրական լինի մեր տված արդյունքներով եւ
մեր տված օգուտներով, թե հասարակությանը, թե պետությանը։ Եթե չգիտեմ, մի քիչ բարդ բան է այդ քաղ հասարակություն տերմինը, ով ոնց ուզել օգտագործել է վերջին 30 տարիներում, իմ սահմանման մեջ, այո, իմ պատկերացրած այս տված սահմանման մեջ կարծում եմ ավելի քան այդտեղ ենք։ Զենքի մշակույթի մասին կան նաև մարդիկ եւ ոչ միայն Հայաստանում, որոնք դեմ են նման մշակույթի եւ այնպես չի, որ նրանք չունեն հիմնավորված պատճառներ, հա, օրինակ բռնության կտրուկ աճը կարող է նպաստել։ Դուք ինչպես եք պատասխանում։ Ես համոզված եմ, որ լսել եք նման առարկություններ, համոզված եմ, որ գիտեք հիմնավորումները։ Դուք որպես կանոն ինչպես եք դրան պատասխանում։ Մենք իրականում արդեն թարգել ենք պատասխանել այդ հարցին վաղուց, որովհետև համարում ենք, որ դասանը անցել ենք Facebook-ում, վայ բոլորը հեսա իրար կսպանեն կոմենտ անող ջոջերին, բայց եթե ոնց որ հարցը բարձրացնում եք, պատասխանեմ, որ դա նախ եւ առաջ դա ստատիստիկորեն այդպես չի, որովհետև պաշտոնական տվյալներով օրինական զենքի սպանությունը 30 տարում 5 դեպքից պակաս է եղել, ընդ որում սպանություն եղել է մեկը թե երկուսը պատահականության բանով, այսինքն ֆակտորից ինչ որ ելնելով, որովհետև շատ քիչ մարդ է ունեցել օրինական զենք, իսկ հիմա շատ պաշտոնական տվյալներով մինչև նույնիսկ 20 թիվը դրանք տասնյակ հազարավոր մարդիկ են եղել պաշտոնական տվյալներով, այսինքն դա բացարձակ փոքր թիվ չի Հայաստանի բնակության համար, ուղղակի նաև հայտնի է արդեն կարծում եմ լայն հասարակությանը, որ օրինակ Սյունիքում, հա, հատկապես Սյունիքի մարզում 20 թվականից հետո հենց մոբիլիզացիոն process-ների շրջանակներում մարդկանց օրինական զենք է բաժանվել զինված ուժերի կողմից, որպես մոբիլիզացված, որը եւ հետո քանի որ այդ կային այդ սահմանային միջադեպերը, դեռ պարզ չէր, մոտ 2 տարի այդ մարդկանց մոտ է եղել, մեծ մասի տանն է եղել իրանց զինված ուժերի կողմից ստացված զենքերը։ Քանի դեպք եք լսել, որ մարդիկ իրար ինչ որ սպանության 0 դեպք է եղել, այսինքն դա ճիշտ չի ստատիստիկապես, դա ճիշտ չի մշակութապես, հայերը մշակութապես իրար չեն սպանում, մոնոէթնիկ պետություն են, իրար վրա չեն կրակում, այդ երկրորդ ճշմարտությունն է, որը մեծ, ոնց որ շատ մեծ հպարտության կարանք ասենք, էլի, որպես հայ մարդիկ։ Երրորդը դա բանն է, հենց զենքով հանցագործությունների զգալի 90 քանի տոկոսը կոնկրետ թիվը չեմ հիշում, 97 էր ինչքան էր, դա եղել են անօրինական զենքերով։ Այսինքն օրինական զենքերը մեծացնելը դա ամենալավ ձևն է պայքարելու անօրինական զենքերի շրջանառության։ Մարդիկ ովքեր ուզում են հանցագործություն անեն զենքով, իրենք ճանապարհը կգտնեն զենքը։ Դա համաշխարհային նույն ստատիստիկան է այդպես եւ դից ամփոփելով որ պոզիտիվ սցենարով չնայած ինքն կարծում ամեն ինչ ասացել պոզիտիվ էր, բայց ավելի պոզիտիվ ավարտելու Ամերիկայի նահանգներից մեկում նման դեպք ալնում, երբ որ հերթական դեպքերից մեկում եւ մտնում են ինչ որ են մի քիչ գժված մարդիկ ինչ որ սուպերմարկետում եւ այլն աչուձախ մարդկանց վրա են կրակում բան, նահանգա պետերից մեկը ոնց որ առաջաբերում օրինագից կամ ոնց որ առաջարկ, որ եկեք ով զենք ունի, հավաքենք մարդկանց ձեռից իրան զենքերը եւ այդ բանին բանին առաջարկին ամենադեմն են կանգնում այդ մարզի շերիֆների միությունը, ասելով որ խեք դուք ուզում մեզ մենակ թողեք հանցագործների դեմ։ Այսինքն նորմալ հասարակության եւ նորմալ պետության համար օրինական զինված մարդը դա պետության օգնականն է եւ աջակիցն է հանցավորության եւ ապօրինության պայքարի դեմ, հա, այսինքն ու սենց ասեմ, հա, ինքը նաեւ լավ աջակիցն է, հա, եւ սատարողն է այդ հասարակական կարգի, դա խոսքը օրինական զենքերի մասին, հա, որտեվ ոնց որ ասեմ, ստատիստիկայով ըստ էության միշտ հանցագործություններ ունեն անօրինական զենքով։ Թերևս դա էլ չէ պետք է Հայաստանում զարգացնել, որովհետև մեզ մոտ կարծես թե չկա այդ զգացողությունը, որ դու պետք է օգնես պետությանը։ Մի տեսակ կանգնենք ու նրանք, եթե ինչ որ տեսնենք ոստիկանները օրինակ, հա, ինչ որ գողի հետևից են վազում, որպես կանոն մենք տենց կողքով կանցնենք։ Ամերիկայում իմ իմանալով բավականին ակտիվ են քաղաքացիները, նույնպես մասնակցում են այդ ամբողջ գործունեության, դե պատմություն տարբեր է, բայց մեզ մոտ էլ կա էլի այդ խնդիրը։ Այստեղ երևի մի քիչ անհատապես հա պատասխանեմ, որովհետև ազատազենը որպես հասարակական կազմակերպություն նման հարցերում հա դիրքորոշում չունի, պաշտոնական, ես իմ անձնական կարծիքն ասեմ, մենք միշտ
անհատներ որպես ընկերներ, որպես, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ միշտ որտեղ դեպքեր ա եղել, սկսած, չգիտեմ, Սուրմալուի պատահարներից եւ այլն, այսինքն մենք միշտ անձնապես եղել ենք այնտեղ, շատ օգնել ենք ոստիկաններին էլ, չգիտեմ, այնի աշխատակիցներին էլ, նույնիսկ երբ որ պատերազմ կամ ռազմական գործողություն ա եղել, ասենք հələ պետությունը չի հասցրել, ասի մենք արդեն այնտեղ ենք եղել, ուզում եմ ասեմ, դա այդպես չի, վստահ եմ, որ այդպես չի, առնվազն իմ շրջապատով եւ իմ Դե կարող է իմ տպավորությունն էլ ա թյուր, հա։ Ու հենց այս ամեն ինչը, այս մոդելը եւ այս մոտեցումը մենք որ առաջարկում ենք եւ խոսում ենք, հենց նրա համար է, որ բաներ կա, որ էֆեկտիվ չի պետության տեսանկյունից դա ինքնուրույն անի, հա, ասենք օրինակ Ամերիկայում կա National Guard-ի մոդելը, որոնք բազմակի ֆունկցիա ունեցող ստորաբաժանումներ են պետության ոնց որ ժամանի ներքո, որոնք առնվազն 3 ֆունկցիա կատարում են ըստ անհրաժեշտության։ Եթե պատերազմը հայտարարում երկիր, իրանք արդեն ձևավորված որպես ստորաբաժանում մեկնում են պատերազմի կամ ըստ անհրաժեշտության մեկնում են խաղապագործողությունների, նույն ստորաբաժանումը ըստ անհրաժեշտության կարա փողոցում կարգ ու կանոն հաստատի, այսինքն ոստիկանի դեր տանի եւ փրկարարական ծառայությունների եւ այլնի վաղ։ Հիմա ենթադրենք այս չկա։ Ինչպես լիքը պետություններում չկա։ Ինչա պետք։ Պետությունը անհրաժեշտ, հա, աղետների համար պետքա պայի շատ ավելի շատ մարդ, քան նախ կարա իրականում եւ երկրորդն է նախքան անհրաժեշտ է։ Նա այսինքն մեծ մասը մասնագիտական ներուժ, տենց շատ պրոֆեսիոնալ չի պահանջում այդ գործը, պահանջում է մեխանիկական աշխատանք, չգիտեմ, բետոնի պլիտեն սաղով հանել, դնել են կոմ օրինակ, հա, այսինքն կամ տեղափոխել, հա, այսինքն մասնագիտական անհրաժեշտ ռեսուրսը շատ ավելի փոքր քանակի է պետք, քան պետությունը ունակա եւ կա ընդհանրապես այդքան մարդ, որ ուզում է գնա պետությունում ծառայի։ Դրա համար ասենք մարդիկ դնում են այդ միքս մոդելը, երբ որ դու ոչ թե իրան լրիվ դրույքի համար պետք է, չգիտեմ, պայմանական 700,000 կամ 300,000 կամ 400,000 պլյուս պետական ապահովագրությունը եւ այլն հսկայական ծախսեր իրականում աշխատավարձի ծառ պետությունը ծախսում ամեն պետական ծառայողի վրա։ Դրա ալտերնատիվը, ասենք այդ National Guard-ի մոդելը, որ շատ սիմվոլիկ աշխատավարձ է տալի այդ մարդկանց, ասենք, որոնք ոչ մեկը չի գնում National Guard գրանցվելու, որտեվ այդ աշխատավարձն է իրան, էլի, այդպես հատուկ մոտիվացնում։ Լիքը այլ ինչ-որ զեղչեր են ստանում, բան, ինչ-որ տենց ընդհանուր մի քիչ թոշակն է հետո ավելանում, բան, ինչ-որ փոքր առավելությունների համար մարդիկ գնում գրվում են այնտեղ եւ ըստ անհրաժեշտության պետությունը իրանց օգտագործում է դեպքային, որտեվ ասենք եթե նույնիսկ նայենք Հայաստանում միջինում երևի 2 տարին 1 կամ 3 տարին 1 է ինչ որ մեծ աղետ է լինում, հա, ջրհեղեղ կլինի, դա չգիտեմ ինչ կլինի, այն մնացած ժամանակ դուք ավել մարդ պետք է պայեք, որոնք ուղղակի գործ չունես տալու իրանց անելու, էլի։ Դրա համար այդ մոդելը, որը մենք միշտ առաջարկել ենք, փորձ հիմա ենք շարունակելու առաջարկել պետության հետ համագործակցության, որը նաև նվազեցնում է անհանգստությունները եւ ռիսկերը պետության հետ հարաբերություններում, որովհետեւ ինչից ու անհանգստանաս, ասենք ինչ որ կազմակերպությունից կամ ինչ որ մարդկանց խմբից, եթե իրանք նախ պատմականորեն միշտ պետության հրամանի ներքո են գործը եւ բ երբ որ շարունակում են հայտնել իրենց պատրաստակամությունը այդպեսին լինելու։ Այսինքն դες մնում է ընդհանրապես իրան աջակցես, սատարես, ավելի էֆեկտիվ դարձնես եւ ամեն ինչ կընկնի տեղում նման համագործակցության դրական փորձեր նաեւ ունեցել ենք։ Ինչ խոսք նենց որ այդտենց շատ նեգատիվ չեմ կարող նայեմ էլ այդ հարցին, հիմնականում պոզիտիվ է։ Շատ լավ։ Ապագա պլանների մասին, որքան ես եմ տեղեկ, այսքան համացանցից տեղեկացա, որ Ազատազեն այս պահին օրինակ հանգանակություն է անում գումարի ճանապարհը, հա, կառուցելու համար, որովհետև ովքեր եղել են Ազատազեն հրաձգարանում, գիտեմ, որ հասնելը մի առանձին սպորտի ձև է, շատ հաճախ, հատկապես եթե մի քիչ էլ վատ եղանակ է լինում, իհարկե դա էլ է հաճելի, բայց այդուհանդերձ շատերին հետ է պահում հրաձգարան հասնելուց չնայած ցանկությանը։ Մի քիչ ավելի մանրամասնեք եւ եթե այլ պլաններ էլ կան, խնդրեմ։ Դե ճանապարհը շատ կարևոր է, որովհետև ըստ էության մարդիկ այդ մասով էլ էլի մի քիչ կարծում կարևոր է, հա, մեջ բերում, հա, անեմ։ Մարդիկ, որ ասում ես հասարակական կազմակերպություն, հա, ասենք, հա, ասենք ինչ որ բան ռեակցիա կա, որ ոնց որ ուրեմն փող չպետք է ունենա այդ կազմակերպությունը, էլի, ուրեմն դիպ տենց ինչ որ կամ գրանտ վերցնի, հա, կամ գրանտ վերցնի, կամ տենց սոված հասարակական կազմակերպություն այն կազմակերպությունը, որը սնվում է հասարակության հանգանակություններից առհասարակ։ Ես մոտեցում ունեմ, որը շատերի հետ եմ կիրառում այդ, հա,
դերուկը, հա, սենց գրապարով ասեմ, դա որ ինձ ասում են, որ այս ինչ լավ չի, ինչը լավ չի, ինչը լավ չի, ասում եմ, քանի հասարակական կազմակերպության ես, ամիսը թեկուզ 1000 դրամ փող տալի։ Քո ճաշակով որ կազմակերպությունը ուզում ես, բայց քանի օք։ Հիմա այդ նույն հարցը ոնց որ կարամ վերահասարավորեմ ես իմ բերած, հա, հասարակական կազմակերպությունների օրինակով, հասարակական կազմակերպությունները մենք միշտ կարծել ենք, որ ինքը պիտի բիզնես առումով, այսինքն իր ֆինանսական միջոցների հայթայթման, որակյալ ծառայությունների մատուցման, որի շնորհիվ որակյալ մասնագետների եւ մարդկանց ներգրավում այդ փակ ցիկլը, հա, այսպես ասած, փակելու համար մենք միշտ կարծել ենք, որ ինքը շատ լավ պիտի, ասենք, իր շրջանառությունը ստեղծի, հա, ուղղակի մի տարբերությամբ, որ հասարակական կազմակերպության գեներացված շահույթը մնում է հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակներին։ Ու այդ կոնտեքստից ելնելով ճանապարհը, քանի որ մեր թե զենքի խանութը, թե հիմնական հրաձգարանը նույն վայրում են, որ էլի սարքել ենք մեր համայնքի եւ զենքի մշակույթի հարմարությունը ստեղծելու, որտեղ լրիվ ուրիշ հաճույք է, երբ որ դու զենքը կարաս կրակես, հետո առնես, էլի, ոչ թե ասենք ուղղակի հիանաս խանութի բաներին, հա, ասենք այդ բաների վրա։ Ու այդտեղ այդ ճանապարհը քրիտիկական է դարել արդեն, որտեղ տարվա մեջ միջինում հատկապես այս վերջին տարին 4-5 ամիս ըստ էության կանգնում է, հա, այդ Ենթադրում հատկապես անձրևների բանի ժամանակ։ Եվ մարդկանց հոսքը, եւ միջոցների, եւ այդ զենքի մշակույթի, եւ պարապմունքների, այսինքն ամեն ինչը ոնց որ կանգնում է։ Ու դրա համար հիմա ոնց որ որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է հենց այդ ճանապարհի վրա ոնց որ այդպես ֆոկուսացվել, այդ հարցը լուծել, որով առնվազն այդ հոսքերը կապահովեն մարդկանց միջոցների եւ այլն, որի շնորհիվ արդեն հասարակական կազմակերպությունը կարողանա շատ ավելի մեծ իր նպատակների վրա դնել, ոչ թե մտածել ոնց է, ասենք, լուծում այն չաշխատող ժամանակի հատվածում այն աշխատած, ասենք, միջոցներից բերել, փորձել փակել այդ հնարավոր վնասները։ Այսինքն դրա համար ճանապարհը բոլոր առումներով, սկսած տնտեսականից վերջացրած, հա, բարոյական եւ երազելու, հա, այդ բանով շատ մեծ դեր ունի Ազատազենում։ Ու հիմա որոշել ենք, որ այդ ֆանդրեյզինգն ենք անում։ Կարծում եմ, այն ինչը հնարավոր էր հենց համայնքի անհատական ուժերով անեն, բավականին լավ սկիզբ եղավ, մոտ վերջին թիվը 15 միլիոն դրամի կարգի հավաքվել էր արդեն, տենց անձնական նվիրատվությունների, հենց համայնքի, հա, միջոցներով եւ այդ արակից, հա, թեմայի մեջ, այսպես ասած, մարդկանց միջոցներով։ Հիմա արդեն կարծում եմ մի քիչ հաջորդ ավելի տենց անհատական ինստիտուցիոնալ մոտեցման պետք է գնանք, որ արդեն մի քիչ մեծ կտորներով փորձեն գումարներ ներգրավել, իհարկե նաև միջանկյալ այդ առաջին փուլի գումարով արդեն հիմա քննարկում ենք այն եղած այդ առաջին հավաքած փուլով հենց ինչ որ աշխատանք անել, ցույց տալ արդյունքը մեր ոճի մեջ, էլի, այսինքն որ մարդիկ նաև ոգևորվեն լրացուցիչ միջոցներ ունեն, բայց ընդհանուր առմամբ տենց որ ամփոփեմ, Ազատազենի համար ճանապարհը դարել է տենց շատ քրիտիկական կարևոր ու այո, հիմա դրա վրա ենք ֆոկուսացված, կոչ եմ անում մեզ լսողներին։ Ես դա ուզում հարցնել, եթե մեր ռադիո լսողներն ու ռադիոդիտողները ուզենան ձեզ օգնել, ինչպես նրանք դա կարող են անել, երևի Facebook-ով, հա, փնտրել Ազատազեն։ Facebook-ով հնարավոր է փնտրեն Ազատազեն, ես քեզ կխնդրեմ, որ դու Ռեարմենիայի ֆանդրեյզինգի լինքը դնես Լիանա ջան։ Ընդհանուր մենք կան գրեթե բոլոր սոցիալական հարթակներում, շատ հեշտ կարելի է գտնել մեզ, այնտեղ կան այդ վիդեոները, Patreon-ը, մեզ անձնական էջերով կարելի է գտնել, գրել, այտենց ոչ մի խնդիր չկա, հաստատ կուղորդենք ձեր նվիրատվությունները բացառապես ճանապարհաշինության Հետո հաշվետվության նման ինչ որ բան լինելու է։ Մենք միշտ շատ հաշվետվողական ենք, մենք այնքան հաշվետվողական ենք, որ մենք ինքներս չենք հավատում, որ մենք այդքան հաշվետվողական կարայինք լինեինք երբևէ, այսինքն կոպեկ մենք ամեն տարեկան համագումարներին շատ մանրամասն ներկայացնում ենք, մեր համայնքի համար մոտ 1000 հոգու համար դա ընդհանրապես մի քլիքի հեռավորությամբ հասանելի ինֆորմացիա մեր ոչ ֆինանսական ռեպորտները, բայց նաև մենք լրացուցիչ անպայման տենց մեծ կտորներով կտեղեկացնենք ոնց որ վերջում այդ գումարները ինչի վրա է ծախսվել։ Հուսանք այդ միջոցները կկարողանանք արդեն նաև մեր լսողների եւ մնացած մեր հայրենակիցների մի բանով աջակցությամբ հավաքագրենք ու այդ կարևոր, այսպես ասած, IT-շնիկական բառով ասած milestone-ը անցնենք։ Շատ լավ, եւ վերջին հարցը անկախ ճանապարհից ինչ ծրագրեր ունեք
առաջիկա տարիների հետ կապված։ Պարտադիր չի, որ հենց ծրագիրը սեղանի վրա լինի, այսինքն որն է տեսլականը, որն է vision-ը, էլի ձեր ասած գրափարով ասած Ազատազենի, հա, առաջիկա, չգիտեմ, 5 տարվա համար։ Ասմայլի կռիվ է գցում է sense ոնց կլինի այդ։ Իրականում ունենք ռազմավարություն, որը մեծ այտենց մոտ մի տարի տևերից մինչև մշակեցինք ռազմավարական ուղղություններով ընդհանուր առմամբ պետք է ինչ որ սահմանել ենք, այսինքն նոր ռադիկալներ, զենքի մշակույթ, հա, ասենք այդ հարակից է այդ ինֆրաստրուկտուրայի զարգացում, որտեղ մեր մոտ համագործակցություն այլ հակների հետ նաև FPV դասեր ունենք, այնտեղում արտադրություններ ունենք, հույս ունենանք շուտով նաև այդ reloading-ի հարցերով ենք զբաղվում, լիցենզիային դիմենք, նաև պատրոնների reloading եւ այլն, այսինքն այդ միջավայրի զարգացումը, եթե ճանապարհի բանը լավ անենք, անուն ինչա fundraising-ը ժամանակին ավարտին հասնենք եւ այլն, հույս ունենանք, որ արդեն հաջորդ տարի կկարողանանք ֆոկուսանալ մեր դեռևս վաղեմի երազանքի վրա, մենք ուզում էինք եւ հիմա էլ ենք ուզում, որ Ազատազենը դառնա շատ մեծ ռեգիոնալ կրթական կենտրոն, այսինքն իր ոլորտային, որտեղ աշխարհում կան հաճախ թե զինվորականները թե այդպես սիրողական մարդիկ են մեն տարբեր երկրներում վերապատրաստում են այդպես ծրագրերով մենք հույս ունենք որ Ազատազենը հենց ի թիվս իրենց այդ մշակութային բան հենց այդպես ռեգիոնալ կենտրոն կդառնա նաև միջազգային մրցույթներ կկազմակերպենք կտե նաև անհրաժեշտություն կունենանք որոշակի զենքի օրենքի փոփոխություններ փորձել ազգային ժողովի հետ աշխատանքով անել որովհետև օրինակ սպորտսմեններ ունենք որոնց չեն կարում իրանց չի թույլատրվում իրանց զենքով գնան մասնակցեն այդ մրցույթներին հետ գան, այսինքն ասած չոր տեղային ոլորտային հարցեր կա, անպայման կլուծենք դրանք, կասկած չունեմ։ Մի խոսքով, այսինքն մեր հաջորդ նպատակները առաջին հայացքից տենց ինչ որ փոքր մանր նպատակներ են երևում, բայց ոնց որ ասվում է հին զինվորական ասացվածքում, ասում է եթե դու փոքր գործերը լավ չես կարող անես, մեծ գործերը լավ չես կարող անես։ Մենք ոնց որ հավատում ենք, որ այդ փոքր գործերը անելով վերջ-վերջո այդ մեծ գործն էլ լավ կանենք։ Շատ լավ, շատ շնորհակալություն, ձեզ մաղթում եմ հաջողություն, մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր Ազատազեն հասարակական կազմակերպության համահիմնադիր նախագահ Հրանտ Մանասյանը, եթե ուզում եք օգնել Ազատազենին ճանապարհաշինության հարցում, խնդրում եմ հղումը սխմեք, որը մենք կտեղադրենք տեսաշարի ներքևի մասում եւ օգնեք։ Շնորհակալություն։